մենք իմ գնահատմամբ այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Այս լրտեսախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ թավալվում է Էրդողանի եւ Ալիևի ոտքերի տակ։ Մենք պիտի մոտենանք Եռաբլուրի խորհրդին, զարթոնքը Եռաբլուրով է լինելու, բայց այն ընդհանրապես տեղանք չէ, այլ ոգու հաղթականություն, որը մեզ պիտի առաջ տանի եւ փրկի կործանումից։ Երբ այս ընկալումը լինի, մեր հանրությունը ոտքի կկանգնի եւ մեր հավաքականությունն էլ կկայանա։ Որոշ զոհերի ծնողների լռությունն այսօր դավաճանություն է սեփական զավակների հանդեպ, քանի որ այն արժեքը, որը նահատակներն ավելի բարձր համարեցին սեփական կյանքից, այսօր մեր պայքարի կարիքն ունի։ Մենք պետք է ձայն հնչեցնենք, սթափեցնենք մարդկանց։ Միթե մենք այն ազգն ենք, որը հոժարական պիտի հրաժարվի իր պետականությունից, ինքնությունից, նախնիներից, պնդի թե մեզ կոտորողները մեր բարեկամներն են, բարեկիրթ մարդիկ են։ Սրանք դուխով գլխարկներով եկան, հայտարարեցին, թե ամեն ինչ պիտի անեն հանուն մեր երեխաների, հետո խմեցին նրանց արյունը, ոչնչացրին հաղթական բանակը, հիմա էլ թավալվում են Էրդողանի եւ Ալիևի ոտքերի տակ։ Այս լրտեսախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ որևէ կապ չունի ոչ մեր անցյալի, ոչ ներկայի, ոչ էլ առավելևս ապագայի հետ, նրանցն անապագա ներկայություն է։ Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս նրանց ստեղծած թմբիրից։ Մարդկանց շրջանում թմրեցնող տեխնոլոգիաներ էին բանեցնում, Փաշինյանը փողոցներն էր ավլում, հաց ու գինի էր կիսում մարդկանց հետ, հեծանիվ էր վարում եւ ոգեվորության ալիք կար։ Հետո փողոցում կարկանդակ էր ուտում, որը որպես տեխնոլոգիա բանեցնելով փորձում էր մոլորեցնել, ասել այս քամուն ցրտին փողոցում ձեզպես կանգնած, ծեծված շան պես կարկանդակ եմ կրծում։ Ինչ է անում նա այս կործանվող երկրի համար։ Այս պարտության խորհրդանիշները մեր ղեկավարներն են եւ այսքանից հետո ինչ որ բան ենք պահանջում աշխարհից։ Նրանք կլռեն, քանի որ աշխարհին ասում ենք պարտության խորհրդանիշը մեզ համար ընդունելի է։ Փաշինյանը բացահայտորեն ասում է, որ ինքն Ադրբեջանի կողմից է եւ նրանցից է աջակցություն խնդրում։ Պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանն այլևս ի վիճակի չէ ինքն իրեն պահելու, ուժ չունի։ Այսինքն իր տերերին բացահայտ ասում է, թե իր առաջադրանքը կատարել է, կոտորել է քաջերին, վերացրել է պետականությունը եւ հասցրել նրան, որ մենք այլևս ինքնիշխան երկիր չենք։ Հիմա խոսքասելու ժամանակը ժողովրդինն է, որն այն աստիճանի է մոլորվել, որ չի էլ հասկանում ինչ քայլ պիտի անի։ Մի բան պարզ է՝ պահել տունն ու հայրենիքը։ ԿՊԱ-ական պարագլուխները մեկը մեկին հերթ չտալով դղյակներ են կառուցում, ինչը նրանց աշխատավարձերի հետ բնավ համեմատելի չէ, եւ անգամ միջազգային կառույցներն են խոսում մեր երկրում կոռուպցիայի աճի մասին։ Նախկինները գոնե հաղթանակ էին բերել, այդ հաղթանակի փայլը մեր բոլորի վրա էր։ Մենք աշխարհով մեկ քայլում էինք որպես հաղթական ժողովրդի ներկայացուցիչ, իսկ հիմա որպես փալասախմբի անդամ։ Մեր էպոսում միայն Վերգոյի կերպարը չէ, այնտեղ նաև Դավիթ եւ Առյուծ մհեր կան։ Որքան լրտեսախմբի տերերը սրանց միջոցով փորձեն ճզմել, վերացնել մեր պետականությունը, այնքան այդ ալիքն ավելի է բարձրանալու եւ ցասումով սրբելու է բոլորին։ Պետք է հասկանալ ինչ տեղի ունեցավ, ինչպես կարողացան այսքան կարճ ժամանակահատվածում բանակ ու պետություն վերացնել։ Նրանք շատ լավ օգտագործեցին դժգոհություններն ու դրանցով կերակրեցին հանրությանը։ Հիմա արդեն դա էլ չի հերիքում, հիմա նախկինն իրենք են, բայց ոչ թե հաղթանակ նվիրած նախկինները, այլ երկիր ու ազգ ոչնչացրածները։ Սրանք մայրերին քարշ տալով տանում էին Եռաբլուրից, արգելեցին անգամ սքին հաղորդվել, ցավը զգալ, մինչդեռ իրենք հրճվանքով Եռաբլուր էին բարձրանում։ Այս անազգ ու անհայրենիք գոյանքների համար սեփական մորթն է թանկ, մեկ էլ սեռախեղվածի ցանկությունները բավարարելը։ Ազնվության, բարոյականության, մարդկային արժեքների մասին այս խմբի հետ խոսել չենք կարող։ Ահավոր վիճակ է եւ սրանից ելքը, միակ ելքը Իրան իր բանդայի հետ միասին հեռացնելն է, ուրիշ ոչ մի բան։ Նրանից հետո միգուցե Հայաստանը դառնա իրոք Հայաստանի Հանրապետություն եւ ոչ թե Ադրբեջան։ Մտածենք ոչ թե հայ մարդուն դատի տան քրեական գործ հարուցեն, որ ադրբեջանցու խրախճանքը հանրապետության հրապարակում նկարահանել է։ Այ դրա համար։ Էս ի՞նչ է։ Դա ոչ մի բան էլ չի անում էլ։ Ինքը գիտի, որ ինքը գնացող է։ Դրա համար ոչ մի բան չի անում։ Եթե դու զգում ես, որ դու քո տեղում չես, բարի եղի դուրս արի, մի կործանի այդ հնագույն ազգը։ Ստից բան էր, սա ձևական, ոչ մի խելքը գլխին բան չկա, այսի գժանոց ախտը, այսի կառավարություն չի։ Օրեկան մի բան քննում հելնում հնարում են, մարդուն կզսնելու համար, всё, ուրիշ բան չեմ տենում։ Չգիտեմ ինչ պետք է լինի այս երկրի վիճակը։ Օրը մի բան փոխում են, օրը մի օրենք են փոխում, այդ ցավը տանեմ։ Նիկոլը գործիք է, շատ լավ օգտագործեցին իրան, բայց ինքը չի ամաչում, ինչ ասեմ։ Ինքը պետք է ամաչի, որ ինքը դարձել է գործիք։ Պրոֆեսիոնալ չեն կարողանում ղեկավարել։ Նրանք զբաղված են միայն հարկ հավաքելով, բայց չեն մտածում, որ որևէ գործարան կառուցել, աշխատատեղեր ստեղծել,
Այդ մասին խոսք չկա, միայն հարկ հավաքենք, ոնց անենք շատ հավաքենք, ոնց անենք հանկարծ մի բան բաց չթողնենք։ ԿՊԱ-ական պարագլուխները կանգնելու են հայ ժողովրդի դատի առաջ, նրանք տեսնելու են այդ դատաստանը, հակառակ դեպքում վերանալու է երկիրն ու պետականությունը։ Ու դեռ ոմանք զարմանում են, թե որոշ երկրներ ինչպես են լքում մեզ բոլորը կլքեն, քանի դեռ մենք այս գոյավիճակում ենք։ Մենք ընկել ենք այս հիմարների ու սուտասանների խելքին եւ դրանց մեջ փորձում ենք առողջ հատիկ ու սերմ փնտրել։ Ստի մեջ որևէ առողջ բան չի կարող ծնվել։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։